վերաբերում է նրան, որ մենք գտնում ենք, որ սա քաղաքական հետապնդման տարբերակի մեջ այլ կերպ չի կարող ձևակերպվել, եւ ինչու ես որպես փաստաբան բացառիկ չեմ հայտնում, որ դատախազների, որովհետեւ մենք միասնական համակարգի պարագայում ուղղակի արդյունավետությունը չեմ տեսնում։ Մենք առհասարակ ասում ենք պետությունը ըստ էության ապօրինի հետապնդում է իր քաղաքական հայացքների եւ հայտնի դրվագից հետո իմ պաշտպանյալից է դիրքորոշումը։ Դից արդյոք իվերջու ինչ է նշանակում քաղաքական գործ, քաղաքական հետապնդում։ Դուք դատարան պետք է գա արտադարձության ակնկալիքով։ Դատարան իրականացնում է բացառապես արտադարձություն։ Իսկ եթե դատարանի կողմից արտադարձություն իրականացնելը կասկածի տակ է դրվում, վստահաբար տեղյակ եք, որ դատարան նախագահ դատավորին պետք է բացառք։ Իսկ թե վարույթի հանրային մասնակիցը որքանով ամբողջական, լրիվ, ոչ օբյեկտիվ, դուք ինքներդ նշեցիք, որ դատախազությունը միասնական համակարգ է եւ այդքանով կարծում եմ ամեն սահմանափակ։ Արի դատարանը այն արբիտրն է, որտեղ բացացվում է այն հարցերը, որը Հիմա իրական գործը վարվել է մեղադրական եզրակացության դատարանը կքննի։ Եթե չէ հաստատվի չհիմնավորվի ձեր պաշտպանյալի մեղավորությունը, վստահաբար արտարացման վերդիկտ կայացնի։ Եթե հիմնավորվի միանշանակ մեղադրական վերդիկտ կայացնի։ Միանշանակ հարցը վերաբերում է նրան, որ այս գործը դատարան ընդհանրապես պետք է չհասներ։ Եվ որոշակի փուլում դատարանի առջև պաշտպանական կողմը բացահայտելու է ինչի արդյունքում է հասել, ինչ ձևավորվել, ուղղակի շտապողականություն է ցուցաբերում։ Բայց որ քաղաքական հետապնդման էլեմենտը միանշանակ է, դա պաշտպանական կողմի դիրքորոշումն է։